1998 թվականից մինչև այսօր Արցախի պետական համալսարանի լրագրություն կրթական ծրագիրը տվել է հարյուրավոր շրջանավարտներ, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում ինչպես արցախյան, այնպես էլ հայաստանյան մեդիատիրույթում։ 2021 թվականից սկսած Արցախի պետական համալսարանում չի կազմակերպվում լրագրություն մասնագիտության ընդունելություն։ Բանասիրական ֆակուլտետի դեկանի խոսքով Արցախի պետական համալսարանը լրագրություն կրթական ծրագիրը հայտագրելու համար բավարար հնարավորություններ չունի։ Տիկին Մարգարյանը մեկնաբանում է. Եթե մինչ այսօր այդ կրթական ծրագիրն իրականացվել է լաբորատոր պայմանների, ռեսուրսների առումով, հիմնականում ունենալով հանրային հեռուստաընկերության հնարավորությունները, դասախոսական համակազմով ապահովելու համար դարձյալ մենք մշտապես ունեցել ենք հանրային հեռուստաընկերության մասնագետների աջակցությունը, միևնույն է, դրանք բավարար չեն, որ մենք կարողանանք այսօր հայտագրել մասնագիտությունը։ Ինչու՞։ Որովհետև նախ 2011 թվականին կրթական ծրագրերի իրականացման իսկ հեզավորման կարգի պահանջները չի բավարարում Արցախի պետական համալսարանը այդ կրթական ծրագիրը հայտագրելու համար, իսկ այդ ծրագրով պետք է ունենաս պրոֆեսորադասախոսական համակազմում աշխատող նվազագույնը 50% հիմնական աշխատող։ Այդ 50% հիմնական աշխատողից էլ 50%-ը պետք է ունենան համապատասխան գիտական աստիճան։ Նույնիսկ եթե գիտական աստիճան ունենալու գործոնը մի կողմ ենք թողնում, ապա բակալավրի կրթական ծրագիրը կարող են իրականացնել նրանք, ովքեր ունեն բազային լրագրողական կրթություն։ Չնշանակելով բոլոր նրանց, ովքեր այսքան տարիներ դասավանդել են լրագրություն կրթական ծրագրում, նրանք բազային բակալավրիատում բազային լրագրողական կրթություն չունեին։ Նրանք պրակտիկ աշխատողներ են, որոնք իրենց մասնագիտական գործունեությամբ, որոնք անհրաժեշտաբար ընդգրկվելով այդ ոլորտներում ձեռք են բերել պրակտիկ հմտություններ, որոնց փոխանցումը լրագրության կրթական ծրագրության ուղղեն չափազանց կարևոր է, բայց բավարար չէ, որպեսզի դրանով մենք կարողանանք հայտագրել։ Խոսելով հիմնական խնդրի մասին, դեկանը նշում է, որ նախկինում մասնագետների բացը լրացվում էր ոչ ֆորմալ կրթական միջավայրի միջոցով, եւ ափսոսանքով նշում է նախկինում կրթական ծրագրի վերականգնման համար կատարված փորձերի անարդյունավետության մասին։ ԱՌՊՀ գրականության եւ ժուրնալիստիկայի ամբիոնի վարիչը պատմում է ոլորտում իրենց տեղը գտած ուսանողների մասին, մատնանշելով նաեւ առկա խնդիրները։ Հարցումների համաձայն 21-22 ուսումնական տարում, եթե չեմ սխալվում, ունեցանք ընդամենը 4 դիմում լրագրություն բաժին ընդունելու նպատակով, ինչը նշանակում է, որ խումբ չպետք է որ ձևավորվեր։ Իրականում այս տարի, տեսեք, մենք չորրորդցիներից ունենք Ասպրամ Ավանեսյան, աշխատում է հանրային ռադիոյում, Անի Աբաղյան, դարձյալ հանրային ռադիոյում, մեր շրջանավարտներից է Վիկտորիա Սարգսյանը, Շողեր Բեգլարյանը, ովքեր աշխատում էին, Շողերը կարծեմ այս պահին չի աշխատում, բայց բոլոր դեպքերում ինքը ինտեգրված էր այդ գործընթացին։ Այսինքն մեր լավագույն ուսանողները բոլոր դեպքերում իրացվում են աշխատաշուկայի կողմից, բայց այստեղ կա նաև մեկ հարց. արդյոք աշխատաշուկան ունի այն պահանջները, որ ասենք կարող է տալ համալսարանը։ Արդյոք մեր փոքրիկ տարածաշրջանում իրացվում են աշխատաշուկայի կողմից 40 եւ ավելի կրթական ծրագրով շրջանավարտներ, ասենք։ Դեռևս նաև պայմանավորված աշխատաշուկայի պահանջներով տարեց տարի նվազել է դիմորդների թիվը։ Լրագրություն կրթական ծրագրի ուսանողների ակտիվության մասին է վկայում նաև ԱՌՊՀ ուսանողական թերթի առկայությունը։ Արցախի պետական համալսարանում գործում է Քո ժամանակը ուսանողական թերթը եւ ASU.am պաշտոնական կայքում ունենք ուսանողական էջ բաժինը, որը նախատեսված է ստեղծագործող ուսանողների համար։ Այն լավագույն հարթակ է մեր ուսանողների, ինչպես ստեղծագործող, այնպես էլ լրագրության հանդեպ ունեցող ուսանողների ինքնադրսևորման համար։ Մեր ուսանողները ակտիվորեն ներգրաված են թե թերթի աշխատանքներում, թե կայքի աշխատանքներում, ունենք հրաշալի ուսանողներ, ունեցել ենք եւ հիմա ունենք, որոնք ակտիվ մասնակցում են այդ աշխատանքներին։ Արցախի պետական համալսարանի լրագրություն կրթական ծրագիրը թողարկել է լավագույն շրջանավարտներ, ովքեր այսօր ներգրաված են ոչ միայն Արցախում գործող լրատվամիջոցներում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության
լրատվամիջոցներում։ Նրանցից շատերը իրենց մասնագիտական առաջին քայլերը, այսպես ասած, թոթովանքները սկսել են համալսարանի Քո ժամանակ ուսանողական թերթից եւ ASU.am կայքից։ Ինձ տեսնում եմ ապագային որպես լրագրող, քանի որ մեր մեդիա դաշտը ավելի պետք է ակտիվանա կապված ադրբեջանա-արցախյան այդ սահմանի հետ եւ մենք էլ ավելի լրագրողներով պիտի կատարելագործվենք եւ մեր ձայնը պիտի բարձրացնենք ու իլուր աշխարհին հայտնենք, որ մենք քնած չենք եւ դա միայն մենք լրագրողներս կարող ենք անել։ Կարծում եմ, որ մեր բաժինը պետք է վերաբացվի, որովհետև այս բաժինը շատ կարևոր է բոլորի համար եւ հատկապես այն մարդկանց, ովքեր ցանկանում էին ընդունվել, բայց չի ստացվել այժմ ինչ-ինչ պատճառներով, հենց այդ չբացվելու պատճառով նրանք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, այնտեղ են ուսում ստանում եւ մտավախություն կա, որ այնտեղից չեն էլ գա, այսինքն իրենց գործունեությունը կշարունակեն Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ մեր Արցախը, մանավանդ ներկայիս իրականության մեջ, ունի լավ լրագրողների կարիք եւ կարծում եմ, որ բաժինը անհապաղ պետք է վերաբացվի, որպեսզի մենք ունենանք լավ մասնագետներ եւ կարողանանք այս իրականությունը բացահայտել ճիշտ կողմերից։ Լրագրության բաժնի վերաբացումը նոր հնարավորություններ կտա ոչ միայն երիտասարդներին, այլ նաեւ մեդիա ոլորտի ներկայացուցիչներին։ Հույս ունենանք, որ ապագայում կրթական ծրագիրը կվերականգնվի։